Գեղարքունիքի մարզային գրադարանում մեկնարկեց ազգային գրադարանային շաբաթը։ Գրադարանների բովանդակային եւ գործառութային զարգացումն ու փոփոխությունները ներկայացնող ծրագիրն այս տարի բացվում է հեքիաթով, մանուկ ընթերցողների մասնակցությամբ։ Գրադարանում հյուրընկալել են մանկագիր Երազիկ Գրիգորյանին, գրող գրականագետ Հովիկ Չարխչյանին, Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչներին։ Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանի գրադարանների եւ գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով քաղաքացիական հանրությանը եւ իշխանության մարմիններին ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի եւ համայնքային կյանքի կարեւոր հաստատություններ։ Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում։ Այս տարվա ազգային գրադարանային շաբաթի խորագիրն է, որը ենթադրում է անդրադարձ դպրոցական գրադարանների խնդիրներին, շենքային պայմաններ, մեթոդական աշխատանք, գրաֆոնդի համալրում եւ ընթերցողների ներգրավում, տարբեր նախաձեռնությունների իրականացմանը։ Այս խորագրով մենք կարևորում ենք հատկապես դպրոցական գրադարանների դերը որպես կրթական միջավայրի անբաժանելի մաս, որտեղ ձևավորվում են ոչ միայն ընթերցանության մշակույթը, այլև նորարար մտածողությունը, թվային գրագիտությունը եւ ստեղծագործական մոտեցումը։ Եթե միջև հիմա ընթերցողը պետք է անպայման գար գրադարան, որ կարդար, հիմա թվային դարաշրջանում այլևս գրադարան գալու կարիք էլ չկա։ Եվ դրա համար գրադարանները փոխում են իրենց միջավայրը։ Գրադարանը իր միջավայրը փոխում է, որպեսզի գրադարանը դառնա հանդիպման վայր։ Այսօր մենք եկել ենք մի շատ կարևոր հանդիպման, որի ժամանակ խոսելու ենք հեքիաթների մասին։ Ազգային գրադարանային շաբաթը հետաքրքիր հանդիպումների, ընթերցումների եւ քննարկումների եւս մեկ առիթ է։ Երեխաներին եւ պատանիներին գրքերի աշխարհ բերելու, ժամանակակից գրողին ու գրականությունը ներկայացնելու հերթական քայլը հանդիպումն է հեքիաթ ստեղծողի եւ հեքիաթը գնահատող գրականագետի հետ։ Խոսում են մանկական գրականության առանձնահատկություններից, ընթերցանության եւ գրական ճաշակ ձևավորելու կարեւորությունից։ Փոքրիկ հետաքրքրասերների հարցերը շատ են, հյուրերը համբերատար եւ պատրաստակամ դրանց պատասխանելու։ Երեխաների հետ շփումը շատ կարեւոր է։ Կարող է պատահել անգամ լինի ներկաների մեջ, երեխաների մեջ մեկը, որի համար անգամ ճակատագրական լինի նման հանդիպումը, որովհետև կարող է ազդել իր կյանքում կարևոր որոշումներ կայացնելու վրա, իր հոգեկերտվածքի վրա եւ այլն։ Եվ շատ կարևորում եմ գրադարանի արած աշխատանքը։ Ուղղակի հիացած ենք։ Միշտ խոսելու թեմա կա ոչ միայն գրադարանային խնդիրների շուրջ, կա սերունդների երկխոսության խնդիր, կա ընթերցանության խթանման խնդիր, կա մարդկանց հետ այնպիսի կարևորագույն թեմաներից մեկի շուրջ զրուցել, ինչպես տարբերել լավ գրականությունը, վատ գրականությունը։ Մենք այսօր այստեղ հեքիաթով ենք եկել, հեքիաթային թեմաներ պետք է շոշափենք, բայց ես երբեք հեքիաթը չեմ համարել զուտ մանկական ժանր եւ շատ լուրջ եմ վերաբերվում այդ ժանրին եւ կարծում եմ այսօր մեր խոսակցությունն էլ բավականին լուրջ կլինի այդ իմաստով։ Երբ մեծերն ավարտում են իրենց պաշտոնական ելույթը, բեմը գրավում են փոքրիկները, համայնքի տարբեր նախադպրոցական կրթական հաստատությունների ու մշակութային կրթօջախների սաները, հեքիաթները կենթանացնում են, ցուցադրում իրենց բեմական կարողությունները։ Ամբողջությամբ արդարացվում է միջոցառման գիրք, հեքիաթ եւ երգ խորագիրը։ Բացիր փակը, փակիր բացը, արա ինձ սրտի ուզածը։ Շնորհակալություն աղջիկ, ես Օֆելիան եմ։ Շնորհակալություն Օֆելիա։ Իսկ դու շատ հեքիաթներ ես կարդացել։ Այո, շատ, բայց դեռ գրադարանում շատ ու շատ գրքեր կա, բայց անպայման պիտի կարդա։ Կատու,
Ազգային գրադարանային շաբաթվա սկիզբը նշանավորվում է նաև գրաֆոնդի համալրմամբ Գեղարքունիքի մարզային, 7 համայնքային և Գեղարքունիք գյուղի դպրոցական գրադարաններն ազգային գրադարանի կողմից նոր գրականություն են ստանում։